Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող Ասկեր Նիջատ Օղլու Մուսայևը զոհվել է Ջաբրայելի շրջանում ականի պայթյունից։ Հաղորդվում է, որ զոհվածի մարմինը հուղարկավորության համար տեղափոխվել է Լենքարանի շրջան։ Ապրիլի 6-ի երեկոյան ժամերից մինչև ապրիլի 7-ի ժամը 04:30 ընկած ժամանակահատվածում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Գյորիսի, Գարաքիլսեի, Բասարքեչարի, Քեշիշքենդի, Թովուզգալայի եւ Չամբարակի շրջանների ուղղությամբ տեղակայված դիրքերից բարբերաբար կնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը, կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնել են Ադրբեջանի Հանրապետության Վարդապետության նախարարությունից։ Նշված ուղղություններով ադրբեջանական բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը պատասխանատվության ենթարկել Հայաստանին ականային պատահարների համար։ Այս մասին ասվում է գերատեսչության X սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ Այսօր ականների հերթական պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել են Ադրբեջանի 4 քաղաքացիներ, այդ թվում մանկահասակ երեխաներ, հիշեցրել են արտգործնախարարությունում։ Նշվում է, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ականապատման հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 392 մարդ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել ականազերծման գործողությունների հրատապությունը, աջակցել Ադրբեջանին ականազերծման իր շարունակական ջանքերում, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել Հայաստանին կանխամտածված եւ լայնածավալ ականապատման համար, ինչը շարունակում է վտանգել անմեղ մարդկանց կյանքը եւ խոչընդոտել հետհակամարտային վերականգնմանը, ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Թուրքիան կշարունակի ամենամյա աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին տարբեր հարթակներում ականների սպառնալիքի դեմ պայքարում։ Այս մասին ասված է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատան X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։ Մենք շուտապույտաբակինում ենք մաղթում մեր ադրբեջանցի եղբայրներին, ովքեր այսօր տուժել են Ղարաբաղի, Աղդամի եւ Ջաբրայելի շրջաններում ականային պատահարների հետևանքով։ Մենք կիսում ենք Ադրբեջանի անվտանգության հետ կապված մտահոգությունները, կապված ազատագրված Ղարաբաղում մեծ թվով չբացահայտված ականների հետ, ասվում է հրապարակման մեջ։ Հայաստանի շարունակվող ականային ահաբեկչության հետևանքով անմեղ մարդիկ կորցնում են իրենց կյանքն ու առողջությունը։ Ջաբրայելում եւ Աղդամում ականների պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել են Ադրբեջանի 4 քաղաքացիներ, այդ թվում երեխաներ։ Այս մասին ասված է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևայի հայտարարության մեջ Ջաբրայելի եւ Աղդամի շրջաններում ականային պատահարների ֆոնին։ Նշվում է, որ այս ողբերգությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ ականների վտանգը տարածաշրջանում դեռ պահպանվում է եւ անմեղ մարդկանց կյանքը մշտապես վտանգի տակ է։ 2020 թվականից ի վեր Հայաստանի կողմից տեղադրված ականների, ինչպես նաեւ չպայթած զինամթերքի պայթյունների հետևանքով զոհվել կամ վիրավորվել է 392 մարդ։ Սա լուրջ խնդիր է, որն ազդում է մարդկանց ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական եւ սոցիալական վիճակի վրա։ Օկուպացիայի ժամանակ մեր տարածքներում տեղադրված ականները լուրջ վտանգ են ներկայացնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Այս վտանգը կանխելու համար էական նշանակություն ունեն միջազգային համագործակցությունն ու օգնությունը, ասվում է հայտարարության մեջ։ 2020 թվականին ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատագրումից ի վեր կառավարությունն ակտիվորեն աշխատում է այդ շրջանների վերականգնման ուղղությամբ։ Իրականացվում է ականազերծում, աշխուժանում է տնտեսական ակտիվությունը, իրականացվում են կանաչ էներգետիկայի նախագծեր։ Այս մասին Տաշկենտում կայացած խորհրդարանական գործունեությունը հանուն սոցիալական զարգացման եւ արդարության միջխորհրդարանական միության 150-րդ վերհաժողովում ասել է Միլիմիջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան։ Նրա խոսքով այսօր մոտ 10,000 նախկին ներքին տեղահանվածներ արդեն վերադարձել են հայրենի հողեր։ Ակնկալվում է, որ 2026 թվականի վերջում այս թիվը կհասնի 140,000-ի։ Սա զարգացման մեր ժողովրդին ուղղված եւ կայուն մոտեցման վառ օրինակն է, նշել է Գաֆարովան։
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայել Ջաբբարովը 2025 թվականի ապրիլի 8-ին կայցելի Պակիստան ավարտին հասնելու փոխըմբռնման հուշագրերի եւ ներդրումային նախագծերի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ աշխատանքները։ Այս մասին հայտնում է Պակիստանի արտաքին գործերի նախարարության կայքը։ Այս ընթացքում Ջաբբարովը կհանդիպի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ եւ մանրամասն քննարկումներ կանցկացնի ներդրումային հարցերի շուրջ Պակիստանի փոխվարչապետ արտաքին գործերի նախարար սենատոր Մոհամմադ Իսհակ Դարի գլխավորած պատվիրակության հետ։ Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը կստեղծեն Երակոմ համագործակցության ձևաչափ խորհրդարանների խոսնակի մակարդակով։ Նման պայմանավորվածություն է ձեռք բերվել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլի եւ նրա թուրք գործընկեր Նուման Քուրթուլմուշի հանդիպման ժամանակ, հայտնում է Վրաստանի ազգային ալիքը, վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությանը։ Խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ Նուման Քուրթուլմուշը շնորհավորել է Շալվա Պապուաշվիլին խորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ նշել, որ ժողովրդի կամքն ամեն ինչից վեր է։ Բոլորը պետք է հարգեն ընտրությունների արդյունքները, որոնք պետք է հիմք դառնան հետագա զարգացման համար։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոն թերակղզում սպասվում է փոփոխական անպամատություն, հիմնականում առանց ձեղումների եղանակ, սակայն գիշերը եւ առավոտյան թերակղզու որոշ հատվածներում թույլ անձրև կտեղա, քամին հարավ-արևելյան։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 10-12 աստիճան, ցերեկը 19-24 աստիճան տաքություն։ Ադրբեջանի մարզերում սպասվում է հիմնականում առանց ձեղումների եղանակ, սակայն ցերեկը հանրապետության որոշ լեռնային շրջաններում կդիտվի կարճատև անձրև, ամպրոպ եւ կարկոտ։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 9-14, ցերեկը 22-27 աստիճան տաքություն, լեռներում գիշերը 5-10 աստիճան, ցերեկը 13-18 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավեննում, Խանքենդիում սպասվում է 11-16, Աղդամում, Ֆիզոլիում 17-20, Ջեբրայիլում, Զանգիլանում, Գուբատլիում 11-16, Իսլաչինում եւ Քելբաջարում 10-13 աստիճան տաքություն։ 102.7 FM